Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 5 Իր Աստծո օրենքն իր սրտում է, նրա քայլերը չեն տատանվելու։ Սաղմոս 37-րդ գլուխ 31-րդ խոսք։ Օրենքը սրտիդ մեջ դիր, եւ դու ամբողջությամբ կուղղվես։ Սիրտն այնտեղն է, որտեղ օրենքը պետք է լինի, որովհետև այդ ժամ այն ինչպես քարե տախտակները տապանակի մեջ գտնվում է իր համար սահմանված տեղում։ Գլխի մեջ այն շփոթեցնում է, ուսերի վրա ծանրաբեռնում, իսկ սրտի մեջ հաստատում եւ զորացնում։ Ինչ հիասքանչ խոսք է այստեղ գրված, իր Աստծո օրենքը։ Երբ Տիրոջը ճանաչում ենք որպես մեր սեփական Աստված, նրա օրենքը մեզ համար ազատություն է դառնում։ Ուխտի մեջ մեզ հետ եղող Աստվածը մեր մեջ արթնացնում է նրա կամքին հնազանդվելու եւ նրա պատվիրաններով ընթանալու ջերմ ցանկություն։ Արդյոք այս պատվիրանը իմ հոր պատվիրանն է։ Այդ դեպքում այդ պատվիրանը իմ վայելչությունն է։ Մենք այստեղ վստահություն ենք ձեռք բերում, որ հնազանդ սիրտ ունեցող մարդը չի սասանվի իր կատարածը ոչ մի քայլում։ Նա կանի այն, ինչ արդար է, եւ հետեւաբար կանի նաեւ այն, ինչ իմաստուն է։ Սուրբ գործելակերպը միշտ էլ ամենախոհեմն ու ամենաիմաստունն է, թեև տվյալ պահին գուցե այդպես չթվա։ Երբ մնում ենք Տիրոջ օրենքի ճանապարհին, ընթանում ենք Աստծո նախախնամության եւ շնորհի մեծ մայրուղով։ Աստծո խոսքը երբեք չի մոլորեցրել ոչ մի հոգու։ Նրա պարզ հրահանգները խոնարհությամբ, արդարությամբ, սիրով եւ Տիրոջ երկյուղով քայլելու մասին նույնքան իմաստության խոսքեր են, որոնք մեր ճանապարհը հաջող են դարձնում, որքան սրբության կանոններ, որոնք մաքուր են պահում մեր հանդերձները։ Արդարությամբ քայլողը հաստատուն եւ ապահով է ընթանում։